$9 միլիարդ առեղծված է։ Միացյալ Նահանգների փոխնախագահի հնչեցրած մեծ թիվը ներդրում է Հայաստանում, թե պետական պարտք։ Եթե ներդրում, ապա միջուկային էներգետիկայի ոլորտում, թե Թրամփի ուղի ծրագրում։ Մի կողմից Օդում կախված հարցերին պատասխանելիս Հայաստանի վարչապետը պարզապես ուրախանում է։ Մեծ թվերի հետ ենք խաղում։ Միացյալ Նահանգների փոխնախագահը այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքը աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու։ Մեծ թվեր քաղաքական մեծ կամք։ Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ լոկացիաներ։ Մեծ թիվը բարձրաձայնած Միացյալ Նահանգների փոխնախագահը ի սկզբանե հայտնել էր, որ $5 միլիարդ սկզբնական ամերիկյան արտահանումն է, $4 միլիարդ երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Այս հայտարարությունն արվել էր Հայաստան Միացյալ Նահանգներ միջուկային համագործակցության համաձայնագրի մասին խոսելիս։ Այդ հայտարարության բորբոքած բանավեճում հստակություն մտցնելու համար լրագրողները փորձել էին հենց Վենսից եւս մեկ անգամ ճշտել, ինչի մասին է 5+4 միլիարդ դոլարի մասին հայտարարությունը։ 5 միլիարդին նա առհասարակ չէր անդրադարձել, 4 միլիարդի մասին էլ ասել էր, թե այդ փողով տվյալների կենտրոն է ստեղծվում կամ գուցե արդեն ստեղծվել։ Իրականում կարծում եմ այն արդեն սկսել է գործել, տվյալների կենտրոն, որը կարող է ընդհանուր ներդրմամբ հասնել մինչև $4 միլիարդ Հայաստանում։ Ավելի ուշ հանրային հեռուստատեսության եթերում հասկացնում են, թե միջուկային էներգետիկայի համար նախատեսված երևելի կամ աներևույթ փողերը Հայաստան են մտնելու TRIP հիմնադրամի միջոցով։ TRIP-ի հիմնադրամով երկու փուլով 5 եւ 4 միլիարդ դրամի ներդրում։ Լրագրողի այս ձևակերպման հետ կարծես համաձայնում է Փաշինյանը ու չի ասում $9 միլիարդ կապ ունի TRIP-ի հետ։ Եթե այո, ապա ինչու Միացյալ Նահանգների երկրորդ դեմքը որևէ թիվ չհրապարակեց, երբ նրան Հայաստանում հարցրին, ինչքան փող է ծախսվելու Թրամփի ուղին կյանքի կոչելու համար։ Իմ կարծիքով խնդիրը փողը չէ։ Ամբողջ խնդիրը նա է, որ այդ գումարը Հայաստանից դուրս է գալու։ Շատ վերլուծաբանների համոզմունքն այն է, որ $9 միլիարդ, որի մասին խոսելիս եւ հայկական եւ ամերիկյան կողմը օգտագործում է ներդրումներ բառը, իրականում պետական պարտք է դառնալու։ Ուղղակի քարոզչություն է։ Շատ բարձ։ Ըստ փորձագետի $9 միլիարդից $5 միլիարդ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու արժեքն է, որը եթե անգամ ամերիկյան կողմը ներդնի, Հայաստանը այն պետք է վերադարձնի։ 4 միլիարդը ատոմակայանի սպասարկման ծախսերն են, որ նույնպես Հայաստանը պետք է վճարի։ Իհարկե կարելի է ասել, որ երբ որ սկսվի այդ ատոմակայանի կամ ինչ-որ մի ուրիշ բանի կառուցումը, ինչ-որ գումար գալու է այդ կառուցելու համար, այո, բայց Հայաստանը հետո այդ 5 միլիարդը տալու է Ամերիկային։ TRIP-ն այդ $9 միլիարդ հետ կապ չունի, վստահ է կովկասագետը։ Ըստ նրա, այդ փողերը TRIP հիմնադրամի հետ կապելը զուտ քարոզչական հնարք է։ Իրանք փորձում են խառնել ամեն ինչ, որ կարողանան եւս մեկ անգամ միլիարդներից խոսեն, հա, այսինքն ասել են TRIP-ը միլիարդներ է բերում։ Մենք միլիարդներ ենք բերում եւ այլն։ Պատասխանի հետ TRIP-ը միլիարդներ բերող ներդրումային ծրագիր է, հայտարարել է Փաշինյանը։ TRIP-ը օգոստոսի 8-ին էր ինքը քաղաքական հայտարարություն։ Հիմա TRIP-ը վերեացվել ներդրումային ծրագրի, որտեղ Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Վաշինգտոնը ներդրող է փնտրում նաև տարածաշրջանում, հայտնել է JD Vance-ը Երևանում։ Իգիթյանի համոզմամբ այդ հաստիքի համար հայտ է ներկայացրել Բաքուն, դա համարելով միջանցք ստանալու հնարավորություն։ Վաշինգտոնն էլ կարծես տվել է այդ հնարավորությունը Ադրբեջանին։ Այս տարվա սկզբին ամերիկյան ներդրումային խոշորագույն ընկերություններից մեկը BlackRock-ը համաձայնագրեր է ստորագրել Ադրբեջանի հետ։ Եթե BlackRock-ը դառնա TRIP ծրագրի մաս, ուրեմն այդ ծրագրին կմիանա նաև Ադրբեջանը, ադրբեջանական կապիտալը։ Ադրբեջանը ունի հնարավորություն, նրա ռեզերվները արդեն 85 միլիարդը անցել են։ Ունի այդ հնարավորությունը, կարող է մի քանի միլիարդ տրամադրել, որ մտնի այդ պրոյեկտի մեջ։ BlackRock-ը իր բազմաթիվ ընկերություններով կարող է մտնել TRIP-ի մեջ, կարող է։ Ադրբեջանը ստորագրել է BlackRock-ի հետ համաձայնագիր։ Այսինքն Ադրբեջանը BlackRock-ով, ամերիկյան կազմակերպությունով շատ հանգիստ կարող է մտնել TRIP, գնի, հաստատի TRIP-ը լինելու ադրբեջանական։
Այսինքն, այնինչ Բաքուն մտածում էր ստանալ ուժով, կստանա գրչով, ամերիկացիների կնքահայրությամբ, հայկական կողմի համաձայնությամբ։ Լիլիթ Սարգսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։